Հակառակորդին պետք է հաղթել ոչ թե հակադարձող ճոռոմ ելույթներով, այլ մեր եւ մեր երկրի ամբողջական վերափոխմամբ։ Հայաստանի կառավարումը պետք է դարձնել արագ, թվայնացված, հստակ եւ չափելի։ Տնտեսության հիմքում պետք է դնել բարձր տեխնոլոգիաները ծանր ու թեթև արդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն։ Պետք է գործարկել կապի ու դիտարկման արբանյակային համակարգերը, ուժեղացնել կիբերամտանգությունը։ Բանակն անհրաժեշտ է բերել արևմտյան ստանդարտների, պետք է զինվել մարտունակ եւ պաշտպանունակ միջոցներով, հոբ, հակադրոնային եւ ռադիոէլեկտրոնային ժամանակակից համակարգերով, պետք է օժտել անօդաչու հետախուզական եւ հարվածային կարողություններով, ապահովել բարձր ճշտությամբ հրետանիով, պաշտպանական ինժեներական գոտիներով, ապահով կապով եւ լոգիստիկայով։ Էներգետիկ համակարգում պետք է արևմտյան ատոմային էլեկտրակայան կառուցել, զգալիորեն կրճատել այս ասպարեզում Ռուսաստանից կախվածությունը։ Անհրաժեշտ է արևային քամու եւ հիդրո նախագծեր նախատեսել, անհրաժեշտ է վերակենդանացնել երկաթուղին, ձևավորել օդային ու ցամաքային լոգիստիկ հանգույցներ, գիտության համար անհապաղ պետք է հիմնել հետազոտական կենտրոններ, առաջնակարգ լաբորատորիաներ ու ինժեներական դպրոցներ, կյանքի կոչել գիտություն, ստարտափ, գործարան շղթան։ Սա է հաղթելու բանաձևը՝ արդյունավետ կառավարում, խելացի ներդրումներ, բարձր որակ եւ ամենօրյա կարգապահ աշխատանք, անկախ նրանից սահմանին լռություն է թե ոչ, անկախ նրանից պատերազմ է թե խաղաղություն։ Պետք է ձեռքներս քշտենք ու աշխատենք անդուլ եւ անընդհատ։